Ես երկու անգամ եմ հանդիպել մեր զինանշանի աղավաղման փաստին, դա համատարած կարելի ասել դատարաններում այս մեր զինանշանի գույները արծիվը երբ կապույտ գույնը փոխված է լինում կարմիրով, իսկ առյուծինը կապույտով, այնպես է ստացվում, որ առյուծը կարծես թե թրջում է, իսկ արծիվը սողում է այդ ձև, շատ դա ինքը ունի իր նշանակությունը, հենց այնպես չեն ընտրել և կապույտը և կարմիրը։ Եվ երկրորդ փաստն էլ, երբ Թուրքիայի հավաքականը պետք է այստեղ խաղար Երևանում, այդ ժամանակ նաև մեր զինանշանից հանել էին Արարատը։ Հիմա ամենակարևոր խնդիրը ես հասկանում եմ, որ գույները միգուցե տարբերությունը գույների, գամաների մեջ խնդիր է առաջացնում, բայց ամենակարևորը, որ գույների այդ աղավաղումը տեղի չունենա, որովհետև դատարաններում, եթե մենք տեսնենք, համատարած փոխված են գույները։ Նույնիսկ մեր անձնագրերում, ես այս հարցը բարձրացրել եմ նաև ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, մեր անձնագրերում նույնպես կարմիրը կապույտով տեղափոխված է, սխալ էր տպագրված։ Հիմա արդեն ճիշտ են տպագրում անձնագրերը։ Ամենակարևորը, որ այդ խախտողները, ովքեր որ սխալ են եւ գույներն են խառնում, դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ եւ հանում են Արարատը կամ ինչ որ մի դրվագ են հանում զինանշանից, այս մարդիկ պետք է պատժվեն, թե ոչ, այս կարևոր խնդիրը։ Շատ լավ է, որ այդ ալոնը սահմանում եք, բայց դա դեռ հարցի լուծում չէ, այս պահի դրությամբ է նկարագրված է, որ պետք է լինի կապույտ եւ կարմիր գույները ինչ ձև պետք է բաշխված լինեն եւ գրված է, թե ինչպիսին է մեր զինանշանը, բայց եղել են փաստեր, որ փաստորեն աղավաղել են։ Հիմա ամենակարևոր հարցը, ինչպես պետք է այդ մարդկանց, ովքեր որ խախտում են, աղավաղում են զինանշան, նրանք պետք է պատժվեն։ Սա, այսպես ասած, օրենքով սահմանված դրույթ է։ Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ խախտել է զինանշանի արտաքին ձևը, ես էլ եմ նկատել մի քանի տեղ, որ այո, գույների, այսպես զինանշան է օգտագործվել, որտեղ գույների տեղը խախտված են եղել, բայց ասեմ ձեզ, որ թող չհնչի վերամբարձ, հանձնաժողովի այս 2 տարվա աշխատանքի ընթացքում մենք բազմաթիվ նամակներ են քաղել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, ուղարկելով իրենց էտալոնային տարբերակներ, որպեսզի իրենք այդ շտկումներն իրականացնեն։ Ձեր հարցի պատասխանն այն է, որ ցանկացած դեպքում պետական խորհրդանշանների աղավաղված կիրառումը դա օրենքի խախտում է։ Շնորհակալություն։ Զարուհի Պոստանջյան արձագանքման համար։ Մեր զինանշանից հանվեց Արարատը։ Այդ ժամանակ դուք ինչ միջոցներ ձեռնարկեցիք, որովհետեւ միջամտման միջոց ձեռնարկել եք, որ օրինակ ինչ որ պարսավանքի ենթարկվեին այն անձինք, ովքեր որ հանել էին։ Ես ուզում եմ դա իմանամ, կոնկրետ որտեվ փաստեր կան, անձնագրերի պահով կարող եմ ասել այլևս այդպես չեն տպագրում, բայց կոնկրետ այդ պահերով եւ դատարաններում շրջում եք, դատարաններում էլ է աղավաղված։ Շնորհակալություն, ես չգիտեմ ինչ դեպքի մասին եք խոսում, որ զինանշանից, կոնկրետ Հայաստանի Հանրապետության զինանշանից հանվել է ինչ-որ մաս եւ այն օգտագործվել է որպես զինանշան։ Չի կարող այդ դեպքում դա զինանշան չի լինի եւ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների աղավաղումը չի թույլատրվում օրենքով։ Եթե օգտագործվել է եւ նույնիսկ օրենքը սահմանում է, որ զինանշանի կամ դրոշի խիստ նմանության նմանակումը նույնպես օրենքով չի թույլատրվում։ Այսինքն պատկան մարմինները, եթե այդպիսի դեպքեր եղել են, պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն։